1905 թվականին սկսվեցին հայ-թաթարական ընդհարումները Կովկասում։ Հայերը չէին սպասում այդպիսի կռվի եւ հանկարծակի եկան։ Դաշնակցությունն իր ամենաքաջի ու ընդունակ մարտիկներին մարտի դաշտ նետեց, բայց զենքի ու ռազմամթերքի պակասություն կար։ Մինչ այդ ինչ որ մեր ձեռքը անցել էր, երկիր էինք ուղարկել։ Վերին մարմնի կարգադրությամբ ինչ որ մնացել էր, ղրկեցինք վտանգավոր շրջանները։ 50 մաուզերի անհրաժեշտություն կար։ Այդ պահանջին գոհացում տալու համար ես մեկնեցի Թիֆլիս ու շնորհիվ իմ անհատական բարեկամության կարողացա Արմեն Գարոյից կորզել 20 մաուզեր, պետք եղած փամփուշտներով։ Երբ խոստումը ստացա, միայն այդ ժամանակ անդրադարձա, թե ինչ վտանգավոր գործ էի հանձնարարել։ Եթե ռուս ժանդարմները բռնեին, իմ բնակավայրը Շիրակից կփոխադրեին Սիբիր։ Այդ մասին ես խոսեցի Արմեն Գարոյի հետ ու խնդրեցի, որ մի ուրիշ մարդու միջոցով ղրկվեին այդ զենքերը։ Հարկավ դու չէ, որ պիտի տանես այդ զենքերը։ Ես կկարգադրեմ մեր տղոցը։ Անոնք զենքով պայուսակը կբերեն եւ կդնեն քո վագոնը։ Դու միայն պետք է գիտնաս, որ պայուսակն է։ Երբ կհասնես Ալեքսանդրապոլ, այնտեղի տղաները կգան ու կտանեն։ Այդպես էլ եղավ։ Ես վագոնում էի, երբ հուշկու երիտասարդներ մեծ պայուսակ բերին եւ տեղավորեցին իմ հանդիպակաց դարակում։ Իսկ իմ գրպանը սահեցուցին պայուսակի բանալին։ Գնացքը շարժվեց։ Մինչև Սադախլու կայարանը մի բան չպատահեց, բայց այդ կայարանում մի հսկա թաթար երիտասարդ ներս մտավ մեր վագոն։ Ձեռքին մի մեծ պայուսակ, որը դժվարությամբ կարողացավ տեղավորել իր գլխի վերևի դարակում եւ նստեց իմ դիմաց։ Երբ գնացքը հասավ Սանահին կայարանը, ներս մտան մի քանի ժանդարմներ եւ դիմելով թաթարին հարց տվին, թե որն է իր պայուսակը։ Նա ցույց տվեց իմ պայուսակը, որը վար բերեցին եւ ուզեցին բանալ։ Թուրքը փնտրեց բանալին գրպաններում եւ երբ չգտավ, ասաց թե կորցրել է։ Նրանք կոտրեցին պայուսակի կողպեքը եւ ինչ տեսնեն, մեջը լիքը մաուզերներ, ատրճանակներ եւ փամփուշտներ։ Վերցրին պայուսակն ու թաթարին եւ դուրս գնացին։ Ամբողջ ժամանակ շշմած ես չգիտեի թե ինչ անեմ։ Երբ գնացքը շարժվեց, ես մի խորը շունչ քաշեցի։ Շնորհիվ Թուրքի ես փրկվեցի։ Հասանք Ալեքսանդրապոլի կայարանը։ Ներս մտավ վագոն Ռաշիդը երկու տղաների հետ։ Ցույց տվի թաթարի պայուսակը, առան եւ դուրս եկանք։ Երբ քաղաքում բացեցինք, ինչ տեսնենք։ Լիքը պետական նագան ատրճանակներ եւ փամփուշտներ։ Մեր տղաները շշմած ինձ էին նայում, իսկ ինձ բռնել էր մի անզուստ խնդուկ։ Չէի կարող որևէ խոսք ասել։ Ի վերջո պատմեցի թաթարի ձերբակալվելը իմ պայուսակի պատճառով։ Բանից դուրս եկավ, որ նա էլ էր զենք փոխադրում եւ իր գլուխը ազատելու համար իմ պայուսակն էր ցույց տվել։ Քսաներորդ դարի հայ մտավորականության շարքերում դերևս չկար Իսահակյանի պես մեկ այլ անձ, ով մշտապես լիներ ժողովրդի ուշադրության կենտրոնում եւ վայելելով մեծ հեղինակություն, միևնույն ժամանակ իր կենսագրությամբ, ըստ էության, մնար անհայտ հանրության լայն շրջանակների համար։ Այդ իրողությունը թերևս ուներ երկու ծանրակշիռ պատճառ։ Մի կողմից բանաստեղծն ինքը լինելով չափազանց համեստ անձնավորություն, խուսափում էր սեփական անցյալի նշանակալից որոշ իրադարձությունների մասին հրապարակավ խոսելուց, իսկ այդպիսիք շատ էին։ Մյուս կողմից խորհրդային երկրի գրաքննությունը անում էր ամեն ինչ, որպեսզի հանրության աչքերից քողարկի իսահակյանական կենսագրության այդ դրվագները, որոնց լուսաբանումը կարող էր առաջացնել անցանկալի տպավորություններ հանրության ըմբռնումներում։ Սովետ միության փլուզումից հետո պարզ դարձավ, թե ինչ մտավախություններից ելնելով էին կոմունիստական իշխանությունները խմբագրել Իսահակյանի կենսագրությունը եւ արգելանքի կնիք դրել բաց թողված շատ դրվագների վրա։ Պատճառը բանաստեղծի ակտիվ մասնակցությունն էր հայոց ազգային ազատագրական պայքարին եւ նրա տածած համակրանքը գաղափարական այն հոսանքների եւ ուժերի հանդեպ, որոնք դատապարտում էին բռնատիրությունը որպես այդպիսին, եթե նույնիսկ այն պաճուճված լիներ կոմունիզմի ճակերտավոր արդարության գաղափարախոսությամբ։ Իսահակյանի երկարամյա անդամակցությունը դաշնակցական կուսակցությանը եւ նրա մասնակցությունը դաշնակների անցյալում ծավալած գործողություններին մշտապես մտահոգում էր խորհրդային իշխանություններին։ Թեև 30-ականների կեսերին բանաստեղծը վերջնականապես համաձայնել էր ընդունել խորհրդային հպատակությունը, այնուհանդերձ բոլշևիկները հավանաբար հասկանում էին, որ Իսահակյանի հայրենադարձվելու վճիռը բխում էր ոչ թե խորհրդային կարգերի հանդեպ նրա տածած հավատից, այլ պարզապես հայրենիքում վերջնականապես հաստատվելու փափագից։
Իսահակյանը բոլոր առումներով համապատասխանում էր այսպես կոչված ոչ հուսալի տարրի չափանիշներին, եւ նրա նմաններին բոլշևիկները սովորաբար կամ գնդակահարում էին, կամ աքսորում էին Սիբիր, կամ էլ լավագույն դեպքում վտարում երկրից։ Բայց նա վերջնականապես վերադարձավ հայրենիք 1936 թվականին եւ ճակատագրի հեգնանքով միակ կամ եզակի պաշտպանը դարձավ Եղիշե Չարենցի, որին այդպես էլ չջերմացրեց իր գովերքած խորհրդային արևը։ Իսկ Իսահակյանի ժողովրդականությունը թույլ չէր տալիս, որ իր հետ էլ վարվեն նման կերպ։ Ավելին, ի հաշիվ նրա հեղինակության, իշխանությունները փորձ արեցին ստեղծել սեփական դիրքերն ամրացնող լրացուցիչ մի պատվար, հնարելով այն լեգենդը, թե իբր մեծ բանաստեղծը անվերապահորեն համակրանքով է լցված խորհրդային կարգերի հանդեպ։ Մեծ պատիվ էր քաղաքացիություն շնորհել մի մարդու, ում մասին ժամանակին Ալեքսանդր Բլոկը գրել էր. թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ այժմ չկա ամբողջ Եվրոպայում, եւ անմտություն էր դիպչել այնպիսի մի անձնավորության, որին ֆրանսիական պոեզիայի նահապետ Լուի Արագոնը համարել էր դարի խոշորագույն բանաստեղծը։ Ավետիք Իսահակյանը խորհրդային Հայաստանի պարծանքն էր։ Նրա պոեզիան հայ գրականության այցեքարտն էր համաշխարհային մշակույթի ասպարեզում։ Եվ սակայն այդ ամենը չխանգարեց իշխանություններին ըստ արժանվույն մեծարելով հանդերձ լռության մատնեն անցյալի նրա քաղաքական հասարակական գործունեության իսկությունը, անամոթաբար փոխակերպելով այդ գործունեության շարժառիթները։ Ցարիզմի դեմ նրա մղած ազգային ազատագրական պայքարը մատուցվեց իբրև սոսկ սոցիալական դրդապատճառներից ծագած ընդվզում։ Օսմանյան բռնակալության դեմ ուղղված գործողությունները խեղաթյուրվեցին փաստերի կեղծարարությամբ, իսկ մեծ բանաստեղծի դավանած գաղափարական հավատամքը ազատության իդեալը լկտիաբար փոխակերպվեց կոմունիզմին ապավինելու հնարածին լեգենդով։ Բայց քանի որ լավ գիտեին իրենց հնարած ստի մասին, չէին խորշում թաքուն ու բացահայտ հետապնդել նրան։ Իսահակյանի այցը Ղարաբաղ հիմք դրեց ազատագրական պայքարի նոր էտապի, որը հաղթանակով պսակվեց տասնամյակներ անց։ Նրան Ղարաբաղում ուղեկցողներին անխտիր Սիբիր աքսորեցին։ Իրեն դարձյալ չհամարձակվեցին դիպչել։ Ընդհանրապես ես գործնականում զգացել եմ, որ կան գրողներ, որոնց քանի մեծանում ես, այնքան շատ պահանջ ես զգում կարդալու, դա ոչ այնքան տարիքային պահանջ է թերևս, որքան իսկապես տվյալ գրողի ստեղծագործության իմաստուն շերտերը ներթափանցելու կարողություն, որ բնականաբար ամեն տարիքում չի տրվում։ Ես գոնե ինձ համար երկու այդպիսի գրող եմ բացահայտել՝ Խաչատուր Աբովյանը եւ Ավետիք Իսահակյանը։ Միգուցե դա մի փոքր զարմանալի թվա, որովհետև ընդհանրապես տարածված այն կարծիքը կա, թե Իսահակյանի բանաստեղծությունները իրենց արտաքին այդ կառուցվածքով, տաղաչափական ձևերով պարզունակ են եւ շատ, ասենք, առնչվում են ժամանակի աշուղական, գուսանական պոեզիայի, պոետիկային, բայց իրականում այդ արտաքուստ պարզ ձևերի մեջ, որով Իսահակյանի ստեղծագործությունը ժողովրդականացավ շատ արագ, վարպետը կարողացել իսկապես խոհական, փիլիսոփայական շատ խորը նստվածքներ դնել, որոնք ամեն տարիքում չէ որ կարող ես բացահայտել, եւ այս պարագայում Իսահակյանի հոգու կենսագրությունն, այսպես ասած, ընթացքում դառնում է նաեւ քո կենսագրությունը, որովհետեւ եթե սովորական կյանքի ուղին կարող է եւ խորությամբ ինչ-որ բարդ ընթացքներով չհատկանշվել, ապա հոգևոր կենսագրության կազմավորումը շատ բարդ ընթացք է ներքին եւ այս դեպքում Իսահակյանի հետ կապատությունը տարիների ընթացքում փորձի ձեռք բերման հետ կարծում եմ, որ շատ բնական է։ Այս աշխարհը անմիտ խաղ է ու երաս, խելքը չլնի, ոչ իմանաս, ոչ էլ լաս։ Ամեն ապրող վերքիս մեջ աղ կմաղ է, ամեն մեռնող սիրտս հետը կթաղ է։ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում, ներկայիս Գյումրիում։ Շիրակի դաշտավայրն ուր անցան ապագա մեծ բանաստեղծի մանկության ու պատանեկության տարիները, նրա ստեղծագործական ներշնչանքի գլխավոր աղբյուրն ու շտեմարանը դարձավ։ Իր բնությամբ, ժողովրդին իստուկացով, ազգային ավանդույթներով, բանահյուսությամբ եւ լեգենդներով։ Մանուկը սպունգի պես կլանում էր այդ ամենն իր մեջ, եւ տպավորությունների ազդեցությամբ սկսեց ստեղծագործել արդեն շատ վաղ հասակում, տակավին դեռ նոր յուրացրած լինելով այբուբենը։ Ուսմանը Ալեքսանդրապոլում եւ Հառիչի վանքին Քիծ դպրոցում հետևեցին դասընթացները Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Այստեղ Ավետիքի ուսուցիչն էր ժամանակի անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, ում դատին էլ պատանին հանձնեց իր առաջին ոտանավորները եւ խրախուսանքի խոսքեր լսեց նրանից։
1893 թվականին 18-ամյա Ավետիքը իր կյանքում առաջին անգամ մեկնեց Եվրոպա, որ որպես ազատ ունկնդիր ընդունվեց Լայպցիգի համալսարան։ Եվրոպան շշմեցուցիչ ազդեցություն գործեց երիտասարդի վրա։ Այստեղի ազգաբնակչության զարգացվածության մակարդակն ու կենսակերպի բարձր աստիճանը համեմատության ոչ մի եզր չունեին Հայաստանում տիրող իրավիճակի հետ։ Ավետիքը գիտակցում էր, որ պատճառը թերևս թաքնված է հասարակական կառուցվածքի սկզբունքների մեջ։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնք վայելում էին լիբերալ հասարակարգի ինձեռած բոլոր բարիքները, արևելքի ժողովուրդները եւ մասնավորապես հայերը հազիվ էին քարշ տալիս չարքաշ կենսագոյությունը կքած մի կողմից ռուսական ցարիզմի եւ մյուս կողմից օսմանյան բռնատիրության լծի տակ։ Հենց այդ մոտորումներն ու համադրությունները որոշիչ դեր խաղացին Իսահակյանի քաղաքական հայացքների ձևավորման գործում եւ նպաստեցին ազգային ազատագրական պայքարի մեջ նրա ներգրավմանը։ Առաջին անգամ Իսահակյանը արտասահմանում հայտնվում է 1893 թվականին, երբ նա ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Գերմանիա, Լայպցիգ, այնտեղի համալսարանում ուսումնառության համար եւ արտասահմանում նա մնում է 3 տարի, որից հետո վերադառնալով հայրենիք ստեղծագործական գործունեության հետ մեկտեղ այդ ժամանակ նա շատ ակտիվ նաև քաղաքական, հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Ազիզ մերիք, քեզի թողի, դարդ ունեի, դուրս ընկա, Սուրբ Վաթանի ժողովրդի ձենը կանչեց, դուրս ընկա։ Արդեն 1895-ին Եվրոպայից հայրենիք վերադառնալուն պես Ավետիքն անմիջապես անդամագրվեց նորաստեղծ ազգային կուսակցության, հայ հեղափոխական դաշնակցության շարքերին եւ ակտիվորեն ներգրավվեց այդ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի աշխատանքներին։ Նա զբաղվում էր քարոզչական աշխատանքով ազգաբնակչության շրջանում, հայթայթում էր զենք եւ ֆինանսական միջոցներ կամավորական խմբերի համար, որոնք Ալեքսանդրապոլից ուղևորվում էին Կարս, իսկ այստեղից գաղտնի ճանապարհներով ներթափանցում Արևմտյան Հայաստան, ֆիդայական պայքարին մասնակցելու համար։ Այդ կամավորականներից շատերի հետ Ավետիքին կապում էր ընկերությունը։ Հետագայում Իսահակյանը գրելու եւ տպագրելու էր տասնյակներ փողներ նվիրված իր ընկերների հիշատակին, ովքեր անտեսելով ամեն կարգի վտանգ եւ զոհաբերելով կյանքի լավագույն տարիները, օգնության էին շտապում Թուրքը Հայաստանում մաքարող եղբայրներին եւ մարտիրոսանում հանուն ազգի ազատության նվիրական գաղափարի։ Այդ ներփողները տեղ էին գտնելու նրա հանրահայտ հայդուկի երգերը բանաստեղծական շարքում, որն ըստ էության ազգային ազատագրական շարժման ամենահնչեղ արձագանքն էր բովանդակ հայկական պոեզիայի համապատկերում։ Արդեն 1896-ից Իսահակյանը հայտնվել էր ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Նույն թվին նրան ձերբակալեցին ապօրինի եւ պետության համար վտանգավոր գործողություններ ծավալելու մեղադրանքով։ Մեկ տարի Երևանի բանտում անցկացնելուց հետո նա ազատ արձակվեց։ Ազատության մեջ հայտնվելը պատեհառիթ էր հրատարակելու համար արդեն պատրաստ առաջին բանաստեղծական գիրքը, որը ստացավ երգեր եւ վերքեր խորագիրը։ Բանաստեղծական այս շարքում գերակայում էին սիրո եւ կարոտի մոտիվները, որոնք հետագայում էլ մեծ տեղ էին զբաղեցնելու իսահակյանական քնարերգության մեջ։ Առասարակ սիրո թեմատիկան առանձնակի էր Իսահակյանի համար այն առումով, որ իր կյանքի տարբեր տարիներին ապրած զգացմունքները նա ազատ ու անկեղծորեն արտացոլում էր իր սիրային քնարական ստեղծագործություններում։ Այդպես էր ստեղծվել իսահակյանական զգացմունքների յուրատիպ տարեգրությունը, որի կենտրոնական մասն էր կազմում պոետի սերն առ Շուշան Յարը, մի կերպար, որում դժվար չէր ճանաչել իրական նախատիպին, Շուշանիկ Մաթակյանին։ Իսահակյանի ստեղծագործության անդառնալից չեն կարող շրջանցել մի շատ կարևոր փաստ նրա կյանքում, խոսքը վերաբերում է Շուշանիկ Մաթակյանի հետ կապված այդ ողբերգական սրուն եւ ընդհանրապես դրա հետևանքներին, որը մի ամբողջ խոհական փիլիսոփայական դաշտ պայմանավորեց Իսահակյանի ստեղծագործության մեջ։ Ես վստահ եմ ասում, եթե չլիներ այդ դեպքը Իսահակյանի կյանքում Շուշանիկ Մաթակյանի եւ ամենակարևորը չլիներ այդ սիրո չկայացածությունը, ապա մենք թերևս կունենայինք բոլորովին այլ Իսահակյան, գուցե ավելի ուժեղ, գուցե խոհական փիլիսոփայական տարերքի առումով ավելի ուժեղ, բայց մենք կորցնենք այն Իսահակյանին, իսահակյանական այն որակները, սիրո հոգեբանության հետ կապված, սիրո նուրբ թրթիռների հետ կապված, որոնք ընդհանրապես պոեզիայի հավերժականության ցուցիչներից են, շատ բան իհարկե հնանում է պոեզիայում ընդհանրապես բոլորի մոտ, անգամ ամենամեծերից ժամանակ անխնա կերպով խլում է, բայց Իսահակյանը հենց այդ սիրո շնորհիվ կարողացել է ապահովել
այնպիսի մի բազմազանություն իր պոեզիայում, որը կարծում եմ անմեռ է։ Երևանի բանտից ազատվելուց շատ չանցած Իսահակյանին դարձյալ ձերբակալեցին ընդհատակյա հեղափոխական կազմակերպությունների անդամ լինելու մեղադրանքով։ Սակայն այս անգամ նրան ոչ թե առամփակի տակ, այլ աքսորեցին Օդեսա, զգուշացնելով տեղի ոստիկանական մարմիններին, խստագույնս հետևել երիտասարդ հեղափոխականի վարքին ու գործունեությանը։ Արդեն 1897-ի դրությամբ 22-ամյա Ավետիքը խիստ վտանգավոր անձ էր համարվում կայսրության համար եւ հաշվառված էր գաղտնի ոստիկանության գրամատյաններում մոլոտ, ասել է թե մուրջ օպերատիվ ծածկանունով։ 1897-ին Իսահակյանը լքեց Օդեսան եւ դարձյալ ուղևորվեց Եվրոպա։ Հաստատվելով Ցյուրիխում, նա ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանեց տեղի համալսարանում, ուր սևեռվել էր գրականության եւ փիլիսոփայության պատմություն ուսումնասիրելու վրա։ 1902-ին նա վերադարձավ հայրենիք, ապա բնակություն հաստատեց Թիֆլիսում, ուր այդ տարիներին եռում էր գրական հասարակական կյանքը։ Մտերմանալով Թումանյանի, Աղայանի, Աղբալյանի եւ հայ գրականության մյուս երևելի դեմքերի հետ, երիտասարդ Իսահակյանը մուտք գործեց Թիֆլիսահայ մտավորականության շրջանակներ ու շնորհիվ իր գրական մեծ օժտվածության իբրև պոետ ձեռք բերեց համընդհանուր ճանաչում ու համբավ։ Արդեն այդ ընթացքում ձևավորվել էր նրա հայդուկի երգեր շարքը, իսկ Եվրոպայի եւ Ամերիկայի հայկական մամուլում պարբերաբար լույս էին տեսնում նրա նորանոր բանաստեղծությունները, որոնք մակագրված էին հայ գուսան գրական ծածկանունով։ Սակայն գրական բուն գործունեությունն ու մասնակցությունը վերնատան հավաքույթներին չէին խանգարում Իսահակյանին ակտիվ կերպով զբաղվել նաև ընդհատակյա գործունեությամբ։ 1905-ին Արևմտյան Հայաստանից լուրեր ստացվեցին հայության նոր կոտորածների մասին։ Անատոլիայի հայ ազգաբնակչությունը պաշտպանության կարիք ուներ, սակայն արևելահայությունը հազիվ էր կարողանում լուծել իր անվտանգության խնդիրը, քանի որ նույն թվին Կովկասում բռնկվել էին բախումներ հայերի եւ թուրք թաթարների միջև։ Ամենուր զենքի կարիք էր զգացվում, եւ այն հայթայթելու, ինչպես նաեւ պետք եղած տեղ հասցնելու համար մեծ ջանքեր էին պահանջվում։ Դաշնակցության գաղտնի ցուցումով Իսահակյանը զբաղվում էր հենց այդ խնդրով եւ մասնավորապես Թիֆլիսից Հայաստան ուղևորվող գնացքներով բարբերաբար զենքի ու զինամթերքի չափականակներ էր տեղափոխում սեփական ուղեբեռների մեջ թաքցրած։ Ամեն դեպքում Իսահակյանի գործունեությունը չէր կարող վրիպել կայսերական ծառայությունների աչքերից։ Ուստի 1908 թվականի դեկտեմբերին ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների Իսահակյանը ձերբակալվեց դաշնակցության գործով եւ կես տարի Թիֆլիսի մետեխի բանտում մնալուց հետո միայն ազատվեց խոշոր գրավի դիմաց, ինչպես եւ իր հետ բանտում եղած Թումանյանը։ Ըստ որոշ տեղեկությունների, հենց այստեղ է նա ծանոթանում սովետական երկրի ապագա բռնակալի Յոսիֆ Ջուղաշվիլու հետ։ Կովկասում մնալն այլևս անհնար էր եւ 1911-ին Ավետիք Իսահակյանը տարագրվեց երկրից ու դարձյալ ճամփա բռնեց դեպի Եվրոպա։ Երկաթե ցուպս ձեռքս առնեմ, աշխարհ ընկնեմ մեն-մենակ, կորած բախտս մանգամ, գտնեմ աշխարհի մեջ, մեն-մենակ։ Ինչպես գիտենք, Իսահակյանի կյանքը այնպես էր դասավորվել, որ նա բավականին երկար ժամանակ ապրել, աշխատել է արտասահմանում, բայց այս տարիների ընթացքում երբ որ մենք թերթում ենք նրա գրառումները, նրա նամակները, թեկուզ բանաստեղծության տակ այդ տարեթվերը նայելուց շատ հետաքրքիր զգացողություն է լինում, թվում է թե այդ մարդը դրսում չի եղել, արտասահմանում չի եղել, այլ ապրել, ստեղծագործել է իր հայրենի Շիրակում, իր հայրենի Գյումրիում։ Եվ հետաքրքիր է, որ բախտի բերմամբ հայտնվելով արտասահման շատ ծանր է տարել ու շատ մինչև վերջել չի համակերպվել արտասահմանում ապրելու մտքի հետ։ Իր կենսագրության տառապալից այս շրջանը, որը նշանավորվեց հայրենիքից բաժանումով, չէր կարող իր ուղիղ արձագանքը չգտնել պոետի ստեղծագործության մեջ։ Պաթոսով ու մակարոնի մոտիվներով տոգորված իսահակյանական վաղ շրջանի բանաստեղծություններին ու պոեմներին փոխարինելու եկան խոհափիլիսոփայական բնույթի գործերը, որոնց խորքային հիմքում էր ընկած դաժան իրականության մերժման գաղափարն ու վերացարկված իդեալական աշխարհի որոնման իղձը։ Այս ստեղծագործական փոխակերպման մեծագույն վկայագիրը դարձավ Աբուլ Ալա Մահարի պոեմը, մի գլուխգործոց, որը նշանավորեց իսահակյան բանաստեղծի եւ փիլիսոփայի նվաճած բարձրակետը։ Պոեմն ավարտված էր 1911-ին, ճիշտ այն ժամանակ,
Երբ Իսահակյանի ներաշխարհում արդեն սկիզբ էր առել իրականության եւ կյանքի խորքային վերարժևորման փուլը, այն կրում էր իր մեջ հակասական տրամադրություններ, ամրագրելով մարդկային տեսակի անկատարության փաստն ու միևնույն ժամանակ ինքնամոռաց մղումը տիեզերական հեռուներին։ Կարծես մարմնավորելով իր հերոսի ճակատագիրը, Իսահակյանը բռնել էր թափառումի ուղին, օտար երկրների, օտար իրականության մեջ տեսնելով լոկանապատ, անվերջ ու անցիր, որի շիկացած հորիզոնում խապկանքով պիտի մշտապես շողար ու կանչեր իր մոտ հարազատ եզերքի տեսիլքը։ Ես կուզեի ավելի շատ, որ մենք կենտրոնանայինք Իսահակյանի մարդկային ներքին թափառումների մասին, որովհետև այդ արտաքուստ թափառաշրջիկությունը հոգևոր պահանջ էր ներքին եւ այլ աշխարհներ տեսնելու, այլ աշխարհներ ձգտելու այդ մարդկային տենչը իրականում ֆիզիկական տենչ չէ, դա հոգևոր տենչ է, որովհետև Իսահակյանի հիշատակարանում առկա օրագրային գրառումներից եթե դատենք, Իսահակյանը դեռ վաղ տարիքից այդպես շատ մեծ ձգտում է ունեցել տիեզերական, այսպես ասած, չափումների հետ առնչվելու, որը հետագայում արդեն հասուն տարիքում մի շատ խորիմաստ քառակի մեջ տեղ գտավ, տիեզերքն այս անսահման կախվածելով մեկ մազից եւ այդ մազն է իմ հոգին, սա տիեզերական չափումների եւ հոգու կենսագրության առնչությունների մասն է խոսում։ Սակայն որքան էլ որ անտանելի էր տարագրությունը հայրենիքի կարոտով այրվող բանաստեղծի համար, այնուհանդերձ այն իր մեծ նպաստը բերեց Իսահակյանի պոեզիային նոր թափ ու լիցքեր հաղորդելու համար։ Տարագրության տարիներին երկնած նրա ստեղծագործություններում կամրջվեցին եվրոպական եւ արևելյան քնարերգության լավագույն ավանդույթները, խաչասերվեցին ու ներդաշնակորեն հյուսվեցին իրար հակադիր աշխարհների կենսափիլիսոփայական հայացքները։ Իսահակյանի գրիչը բեղուն էր ինչպես երբեք։ Եվրոպական ժողովրդական պոեզիայի նմուշների մշակումներ, արևմտյան ասպետական լեգենդների եւ արևելյան խոհափիլիսոփայական ավանդազրույցների հիման վրա ստեղծված չափածո երգեր, սիրային քնարերգություն, կարոտի ու հայրենասիրական երգեր, խոհափիլիսոփայական ժանրի գործեր, վերջապես բազմաթիվ հոդվածներ եւ նամակներ։ Ահա տարագրության մեջ գտնվող բանաստեղծի գրական հետաքրքրությունների ասպարեզն իր ողջ բազմազանությամբ։ Արտասահմանում եղած տարիներին Իսահակյանն ամենևին չթուլացրեց իր հետաքրքրությունը բուն հայկական թեմատիկայի հանդեպ։ Նրա գրական ծավալումների համապատկերում մեստեղ էին գտնում ինչպես պատմաազգագրական մոտիվները, այնպես էլ անդրադարձները հայրենիքում տիրող ժամանակակից սոցիալ-քաղաքական իրավիճակին։ Ազգային ոգով ու հայրենիքի հանդեպ անկեղծ պաշտամունքով տոգորված Ալագյազի մանիներ գիրքը, որ ամբողջական տարբերակով հրատարակվելու էր ավելի ուշ, իր հիմքում ձևավորվել էր հենց տարագրության տարիներին, նույն ժամանակ թե Բեռլինում, թե Փարիզում ու Վենետիկում ապրած տարիներին։ Իսահակյանը շարունակում էր գրել եւ վերամշակել իր միակ ծավալուն արձակ ստեղծագործությունը՝ Ուստակարովեպը, որում համակողմանի վերլուծության էր ենթարկում Հայաստանի առկակացությունը։ Այս ամենի հետ մեկտեղ Իսահակյանը փորձում էր չոտարվել, չմեկուսանալ եվրոպական, ասել է թե առաջադիմական քաղաքակրթության ու կենսափիլիսոփայության մեջ խմորվող գործընթացներից եւ իր գրական փորձարարություններով մշտապես արձագանքում էր միջավայրի կյանքը պայմանավորող գաղափարական հովերին։ Ուստի օրինաչափ էր այդ շրջանի նրա ստեղծագործություններում անհատապաշտության ուժեղ դրսևորումը, որը շատ գրական վերլուծաբաններ կապեցին նիչեական փիլիսոփայության ազդեցության հետ։ Հիշատակարանում շատ կան տվյալներ, շատ կան գրառումներ, որոնցով Իսահակյանը մատնում է, որ ինքը ուզում է հանճար լինել եւ զարմացնել մարդկությանը, դառնալ ինչ-որ կենտրոնական դեմք եւ նրա պոեզիայում առկա երբեմն մեծամտական հայտարարությունները, որոնք հիմնականում գրականագետները կապում են միջական գաղափարների հետ, գերմարդու փիլիսոփայության հետ, իրականում հենց բնական մարդկային ձգտումներ են, որոնք պարզապես խոսում են պատանի, հետո երիտասարդ բանաստեղծի մեծ ներքին ձգտումների մասին, որը հետագայում կարծում եմ Իսահակյանը իրականացրեց եւ հատկանշական է այն փաստը, որ ինչքան հիշատակարանում ավելանում են հասուն Իսահակյանի գրառումները, այնքան այդ գերմարդ լինելու, հանճար լինելու այդ կարգի գրառումները պակասում են, սա նաեւ ներքին հասունության, կայացածության մասն է վկայում, որը շատ կարևոր փաստ է Իսահակյանի ստեղծագործությունը գնահատելիս։ Տես, կարմրել են կարմիր շաղափով երկնի աստղերը մեր ծով արյունով։ Անհույս է հոգիս, գինի դուր, գինի, քաղցր, մահաբեր, թող հոգիս քնի։
Բնավ չհավատալով երիտ թուրքերի խոստումներին Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ եւ ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող անթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը Բեռլինում մի շարք հայ մտավորականների հետ ակտիվ մասնակցեց գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը, միաժամանակ խմբագրելով ընկերության Մեսրոպ պարբերական հանդեսը։ Սկսած առաջին համաշխարհային պատերազմը եւ Մեծ Եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտ թուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ։ Պատերազմից եւ Եղեռնից հետո Իսահակյանը արտացոլեց հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտն իր մի շարք ստեղծագործություններում։ Մասնավորապես բանաստեղծը ձեռնամուխ եղավ հայերի ցեղասպանության մեղադրականի Սպիտակ գրքի ստեղծմանը, որի մի զգալի հատվածը հետագայում տեղ գտավ նրա հիշատակարան կոչվող գրառումների գրքում։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես եկավ հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդակությունը հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Սակայն նրա գրիչը երկնել էր նաև մի ամբողջ շարք գեղարվեստական երգեր, որոնք տոգորված էին ցեղասպանության սահմռկեցուցիչ տեսիլքներով։ Իմ մասնավորի հարկ է հիշատակել, ձյունն է եկել ծածկել հիմա, Հայաստան, ահա նորեն գարուն եկավ հոգեցունց բանաստեղծությունները։ Սակայն հայկական դատի արդարացի լուծման համար Իսահակյանը ծառայեցրեց ոչ միայն իր գրական հրապարակախոսական գործունեությունը, ինչպես եւ բոլոր հայերը, նա եւս համակվել էր խորը հիասթափությամբ այն պատճառով, որ գործնականում քաղաքակիրթ Եվրոպան անարձագանք էր թողել հայոց ողբերգությունը։ Եվրոպան ինքնախապեյության եւ ինքնամոռացության նիրհի մեջ էր, իսկ միլիոնավոր անմեղ զոհերի արունը պահանջում էր հատուցում։ Ուստի, երբ հայ հեղափոխական դաշնակցության վերին ատյաններում վճիռ կայացվեց սեփական ուժերով իրականացնել անպատիժ մնացած երիտ թուրքական պարագլուխների արդար դատավճիռը, ապա այլոց թվում Իսահակյանը եւս հանձնառավ իր մասնակցությունը բերել հատուցման այդ ակցիային։ Խոսքը գնում է Իսահակյանի մասնակցությանը Բեռլինում հայ մարդասպան հայ ժողովրդի մեծագույն թշնամիներից մեկի հանցագործ Թալյատին հայտնաբերելուն, ճշտելու նրա անձը եւ հետեւյալ վրեժխնդրության գործողությունը կատարելուն։ Այս մասին ամենահետաքրքիր, ամենափաստական հիմք հանդիսանում է Ավետիք Իսահակյանի նամակները Վահան Զաքարյանին։ 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան ժամը 11-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցի վրա Սողոմոն Թեհլերյանը ատրճանակի մեկ կրակոցով սպանեց Սոլիբեյ անունով ոմն թուրքի, որն ինչպես պարզվելու էր հետաքննության ժամանակ, իրականում ոչ այլ ոք էր, քան հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալյատ Փաշան։ Հայլուն իրականացրած այդ պատժիչ գործողությունը մասն էր հայ հեղափոխական դաշնակցության վդիժառուների մշակած Նեմեզիս գաղտնի ծրագրի, որում իր դերակատարություն ունեցավ նաև հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ Բնականաբար այս գործողությունը, որում հիմքում ընկած էր վրեժխնդրության նպատակը սուրբ գործ, բայց մեր համար հայերիս համար սուրբ գործ էր, եվրոպացիների աչքի մենք պետք է ապացուցեինք ով է Թալյատը եւ արդարացնեինք, եւ Թալյատի սպանությունը ոչ միայն սովորական վրեժ էր, այլ մեր դարավոր վրեժի արտահայտությունը եւ Թալյատին սպանողի արդարացումը նշանակում էր, որ Թուրքիան գենոցիդի կազմակերպիչը պատասխանատվություն պետք է կրել, իսկ հայ վրեժխնդիրները այդ գործի համար չպետք է դատել, նրանք արել են հարյուրավոր 2 միլիոն հայ ժողովրդի արյան մի փոքրիկ մի բան է, սա ակցիա է, որը ապացուցեց, որովհետեւ բարեբախտաբար գերմանական դատարանը արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին, որ նման դեպքերում մեղավոր չունի, դա զինվորական հանցագործի սպանություն է։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը շրջադարձային իրողություն էր ազգի համար։ Աշխարհով մեկ սփռված հայ մտավորականության սերուցքը կանգնեց դժվարին ընտրության առջև, կամ արձագանքել հրավերի կոչին, ընդունել սովետական հպատակություն եւ լցվել հայրենիքի վերածնության գործին, կամ այդ կոչը թողնել անպատասխան ու նպաստ բերել հայապահպանության գործին սոսկ միայն գաղութների մակարդակով։ Կարծիքները կիսվեցին։ Սարյանի, Թամանյանի եւ այլոց կողմից գլխավորած մտավորականության մի զգալի հատվածը, որը հիմնականում բաղկացած էր ռուսահայերից, վճռեց մնալ հայրենիքում, անկախ քաղաքական հայացքներից։ Մյուս խումբն ավելի արմատական հայացքների տեր էր եւ ամենևին չէր ցանկանում հայրենադարձվել կոմունիստական Հայաստան։
Ասենք նրանցից շատերը հրավեր նույնիսկ չստացան, սակայն Իսահակյանի պարագան փոքր-ինչ այլ էր։ 25-ամյա անդամակցությունը դաշնակցության պես բացահայտ ազգայնական գաղափարաբանություն ունեցող կառույցին պիտի որ բացառեր նրա հրավերը։ Սակայն սովետական իշխանությունները տվյալ դեպքում անտեսելով այդ հանգամանքը, փորձեցին ամեն ինչ անել համաեվրոպական հռչակ ունեցող բանաստեղծի հետ լեզու գտնելու համար։ Մոսկվայի խնդրանքով Միասնիկյանի, Խանջյանի եւ քաղաքական այլ գործիչների կոչերին իր ձայնը միացրեց նաեւ ամենայն հայոց բանաստեղծը Հովհաննես Թումանյանը, հորդորելով Ավետիք Իսահակյանին վերջ տալ թափառական կյանքին օտար Եվրոպայում եւ հաստատվել Հայաստանում։ Իսահակյանը թեև ոչ անմիջապես, սակայն արձագանքեց եւ 1926-ին վերջապես վերադարձավ Հայաստան։ Այստեղ նրան շատ ջերմ ընդունեցին եւ հասկացին, որ ամենևին չեն պատրաստվում հիշել բանաստեղծի քաղաքական անցյալը, եթե նա վճռի պաշտոնապես հարել բոլշևիկյան գաղափարախոսությանը։ Դժվար է միանշանակորեն գնահատական տալ Իսահակյանի որդեգրած դիրքորոշմանը, սակայն այն փաստը, որ խորհրդային Հայաստանը 20-ականների կեսին արդեն արձանագրել էր որոշակի սոցիալ-տնտեսական առաջընթաց, չէր կարող վրիպել նրա աչքից։ Իսկ ամենամեծ դրական տեղաշարժը, որը նույնպես արձանագրվել էր բոլշևիկների օրոք, դա Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների չեզոքացումն էր, մասնավորապես ապահովությունը Թուրքիայից։ Սակայն այսպես թե այնպես Ավետիք Իսահակյանը 4 տարի անց դարձյալ լքեց Հայաստանը ու նորից մեկնեց Եվրոպա։ Հետ եղավ 1930 թվականին։ Երեք գարուն էր, աշուն է այսօր, երբ տեղին դարձաք, կանաչ տերևներ։ Նրա վերջին շրջագայությունը եվրոպական երկրներում տևեց 6 տարի։ 1936-ին Իսահակյանը վճիռ կայացրեց վերջնականապես հաստատվել հայրենիքում։ Այդ որոշման համար հիմք հանդիսացան մի շարք պատճառներ։ Արդեն լրացել էր բանաստեղծի 60-ամյակը եւ կյանքի թոհուբոհերում ու իր գրականության տիեզերացավալ քարողիներում իմաստնացած բանաստեղծը զգում էր, որ կյանքի մայրամուտը ունային գոյակարշություն է հարազատ Լեռնաստանից, հայրենի հողից հեռու։ Հասակն ասում էր իրենը, ուժերը բավում էին միայն կյանքի հանդարտ ռիթմին, հավակնությունն ու ձգտումները այն չէին, ինչ առաջ։ Այն չէր արդեն նաև միջավայրը, բաղերմի արվեստասեր, հեզավորո Եվրոպային փոխարինելու էր եկել այլ մի աշխարհ, կարծես լրիվ փոխակերպված մի հասարակություն, ֆաշիզմի բորբոքվող համաճարակից աստիճանաբար մտագնող ուղեղներով։ Վերադարձի այլ ընտրանք չկար։ «1936-ին Իսահակյանը արձագանքեց հայրենի հրավերին ու հերթական անգամ բռնեց հարազատ երկիր տանող ճանապարհը։ Աստանդական կյանքին վճռված էր վերջ տալ, սակայն այդ վճիռն էլ մեծ հաշվով նշանակություն չէր ունենալու, որովհետև խորհրդային իշխանություններն այլևս ոչ մի պատրվակով չէին հանդուրժի մեծ պոետի բացակայությունը երկրից։ Գուցե 37-ի հրեշավոր իրադարձություններից հուսալքված Իսահակյանը նորից էր միտք հղացել հեռանալ արտերկիր, բայց այս անգամ նրան ոչ ոք չէր թողնելու այդ անել։ Թեև 37-ի իրադարձությունները ֆիզիկապես ոչ մի կերպ չանդրադարձան իր եւ իր ընտանիքի վրա, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տառապանք ու նստվածք թողեցին դրանք վարպետի հոգում։ Իսահակյանին չէին դիպչում, այլ հակառակը սիրաշահում էին ու մեծարում։ Սակայն այդ վերաբերմունքը նույնն էր, թե մարդուն ապահով ոսկեվանդակի մեջ իջեցնեին դժոխքի խորխորատը, այլոց լլկանքները ցուցադրելու համար։ Ընկերներին փրկելու փորձերն անօգուտ էին, բայց վարպետը համառորեն ու երբեմն նույնիսկ ցուցադրաբար չէր դադարում հնչեցնել իր բողոքի ձայնը։ Մոսկվայի եւ Երևանի իշխանությունները չլսելու էին տալիս, բայց չէին շշպառում Իսահակյանին, մինչդեռ մեկ ուրիշի պարագայում ամենադաժան պատիժն անխուսափելի էր լինելու։ Ավելորդ չեմ մեկ անգամ էլ նշել, որ Չարենցին պաշտպանելու համարձակություն ցուցաբերած մտավորականների մեջ Իսահակյանը եզակի էր։ Իսկ բանտի հիվանդանոցում իր վերջին օրերն ապրող Եղիշե Չարենցը, որը նախապես չէր ընդունում եւ հին էր համարում Իսահակյանի պոեզիան, լսելով թե ինչպես է բանտարկյաններից մեկը երգում վարպետի Որսկան աղբերը, իր ամենավերջին բանաստեղծության մեջ գրում է. Որքան գնում, այնքան խոնար, այնքան անհուն ու այնքան ջերմ, ես խոնարհում եմ քո առջև, եւ սեր, եւ սիրտ եւ քնար։ Արդեն ցնորք է անհնար, ունենալ երկ այնքան նաիվ, որ հմայ է երեխային եւ ծերունու սրտում մնա։ Չարենցը մեկուսացած էր շրջապատից, ոչ ոք նրան չէր այցելում, ինքը ոչ մեկին չէր այցելում եւ ահավոր վիճակում էր,
նրան այցելել է միայն Ավետիք Իսահակյանը եւ ընդհանրապես վերջին տարիներին շատ նոր վավերագրեր հրատարակվեցին, հատկապես Չարենցապատումը ստանտիվ վավերագրերի Հենրիկ Բախչինյանի պատրաստած, որտեղ հայտնի նիստի սաղագրությունը կա, երբ Չարենցին հեռացնում են գրողների միությունից, նույնիսկ Չարենցի ամենամտերիմ բարեկամները Աքսել Բակունցը դեմ են արտահայտվել եւ ընդհանրապես մեկ մարդ է ընդվզել եւ ելույթունեցել Ավետիք Իսահակյանը ու գիտեք մենք նաեւ այնպեսի ժամանակ դրում ենք ապրում, որ ընդհանրապես մարդը չի կարող պատկերացնել այլ ժամանակ, պետք է անպայման ապրած լինի այնտեղ եւ եթե գոնե մի փոքր պատկերացում կազմենք, թե ինչպիսի իրադրություններ 30-ական թվականներին, ապա Իսահակյանի այդ արարքը կարոտամ սխրանքեր եւ պատահական չի, որ Չարենցի պես մեծությունը իր ամենավերջին նամակը գրել է հենց Իսահակյանին եւ իր խոնարհումի, նվիրումի խոսքը հղել է հենց Ավետիք Իսահակյանին։ Չմոռանանք, որ Իսահակյանը միակն էր, որ երբ որ Չարենցը տնային բանտարկություն ուներ, նա գնում էր նրա հետ հանդիպում, նույն բակով էր ճանապարհ եւ երբեմն Չարենցն էր գալիս այդ մասին գրողների միության կուսակցական ժողովում Իսահակյանին դույով հարց է տալիս ազատ վշտունին, թե ինչի ես գնում Չարենցի մոտ, չէ որ նա տնային ձերբակալություն, ասում է ես ձեր նման չեմ, որ այսօր մեկի հետ ընկերություն անեմ, մյուսօրը դավաճանը, Չարենցի իման հայ մեծ բանաստեղծ եւ այդպեսին կմնա անկախ իր քաղաքականության։ Այս արձանագրությունը պահվում է գրականության եւ արվեստի թանգարանի գրողների միության արխիվում։ Հետաքրքրողները կարող են տեսնել, ինչպես նաեւ կարդալ այն մասին, թե ինչպես է Իսահակյանը մշտապես հանդիպումներ ունեցել հայոց այն ժամանակ ծայրահեղ arczepiskopos ուրեմն Գևորգ Չորեքչյանի հետ, իսկ պատերազմից հետո նա ընտրվեց վեհապար։ Նորից խառնվում են մթագին ամպեր մեր արյունավար լեռների վրա։ Սկսվեց երկրորդ համաշխարհայինը։ Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը որոշ չափով լիցքաթափեց երկրի ներսում առաջացած լարումն ու բևեռեց ողջ հասարակության ուշադրությունը պատերազմի վրա։ Այլոց թվում Ավետիք Իսահակյանը նույնպես հայրենականի 4 տարիները անցկացրեց սոսկալի պայմաններում։ Առաջին համաշխարհայինի դառը փորձը դեռ կենթանի էր հիշողության մեջ, եւ երկրորդ պատերազմը նույնպես սպառնում էր հայերի համար հանգուցալուծվել անխուսափելի կոտորածով։ Այդ տարիներին Իսահակյանն ապրում էր մի մտքով միայն. սովետները պետք է հաղթեն, իսկ հայերը պետք է ամեն ինչ անեն այդ հաղթանակն ապահովելու համար, այլապես ընդմիշտ կորսված կլինեն եւ մի բուռ մնացած ազգը եւ հայրենիքի ողջ մնացած պատառիկը։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց ոգեղենությամբ ու պաթոսով տոգորված ռազմակոչ հայտնի բանաստեղծությունը, որով մեծ բանաստեղծը կոչ էր անում հայությանը ոտքի ելնել ընդդեմ թշնամու եւ զինվորագրվել սուրբ հայրենիքի պաշտպանությանը։ Մաքարումի եւ տառապալից սպասումի այդ օրերին Իսահակյանը աշխատում էր անքուն ու անդադար, հանդես էր գալիս հայրենասիրական քարոզներով ու ճառերով եւ տպագրում էր ֆաշիստական Գերմանիայի վարկը դատապետող բազմաթիվ հոդվածներ։ Եվ կարելի էր միայն ենթադրել, թե ինչպիսի ցնծությամբ պիտի մի օր արձագանքվեր Ալեզարդ Ծերունի բանաստեղծի սրտում հիտլերյան Գերմանիայի կապիտուլյացիայի լուրը։ 1946 թվականին հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար Ավետիք Սահակի Իսահակյանը արժանացավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միության պետական մրցանակի։ Նույն թվին նա ընտրվեց Խորհրդային Հայաստանի գրողների միության նախագահ եւ պաշտոնավարեց ընդհուպ մինչեւ իր մահը։ Գրական աշխատանքներին զուգահեռ նա ստանձնեց նաև քաղաքական հասարակական գործունեության պարտավորություն, ներգրավվելով ժողովրդական դեպուտատների խորհրդի աշխատանքներին, Հայաստանը ներկայացնող պատգամավորների խմբում։ Սովետական ղեկավարության բարձր հովանավորությունն ու ստանձնած պաշտոնները հնարավորություն ընձեռեցին Իսահակյանին ծավալել հայանապաստ բուռն գործունեություն։ Սովորաբար այնպիսի հարցադրումները, որոնք Մոսկվայում խուսափում էին բարձրաձայնել անգամ հանրապետության ղեկավար այրերը, վստահում են հենց Իսահակյանին, քանզի բոլորի գիտությամբ վարպետի հեղինակությունն ու կշիռը Կրեմլի աչքում անառարկելի էր։ Երբեմն նման կերպ նա հանդես էր գալիս սեփական նախաձեռնությամբ, խիզախաբար իր ձայնը բարձրացնելով այնպիսի վճիռների դեմ, որոնք կայացվում էին բացառապես մոսկովյան իշխանության ամենավերին ատյաններում։ Վերջին տարիներին ի հայտ եկան բազմաթիվ նամակբողոքներ եւ կամ առաջարկություններ, որոնք ուղղված էին Կրեմլին եւ որոնցով պահանջվում էին Հայաստանին վերադարձնել Ղարաբաղն ու Նախիջևանը, լուծել արևմտյան Հայաստանի հողերի հարցը, ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ բոլոր այդ նամակների առաջին ստորագրությունները պատկանում էին Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին ու Վահրամ Փափազյանին։ Նման կերպ բանաստեղծը դատապարտեց իր պաշտելի Սևանը ցամաքացնելու եւ Սևանհեկը կառուցելու համամիութենական նշանակության ծրագրերը։ Իսահակյանի բողոքը չէր կարող մնալ անհետևանք,
քանի որ այն նպաստեց հայ հասարակության մեջ կոնսոլիդարացված ուժերի ձևավորմանը։ Փաստորեն Սևանը ցամաքացնելու խելացնոր ծրագիրը շատ բանում ձախողվեց շնորհիվ հենց Իսահակյանի, իսկ Սևան հեկի հասցրած վնասները փոխհատուցելու նպատակով մշակվեց մեկ այլ նախագիծ՝ Արփա-Սևան ջրանցքը։ Երբ այդ նախագծի մասին լուրը Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները հայտնեցին արդեն Զառամյալ բանաստեղծին, ապա նա մանկան պես բացականչեց. «Ուրեմն ելքը կա, իսկ փողը ես կգտնեմ։ Միայն թե թույլ տվեք կոչ անեմ աշխարհի ամայն հայությանը, եւ ձեր պահանջված գումարը ես շուտով կհավաքեմ»։ Նրան իհարկե արգելեցին այդ անել, սակայն ոչ մեկի մոտ անգամ կասկածի նշույլ չկար, որ մեծ բանաստեղծի հեղինակավոր խոսքն ու հայրենիքի գեղատեսիլ հրաշքի Սևանի ճակատագիրը չէին կարող անտարբեր թողնել սփյուռքահայությանը։ Շատ կարևոր եմ համարում նաև վերջի շրջանում իմ կյանքի բացահայտումներից է եղել Իսահակյանի մարդկային նկարագիրը, որովհետև ժամանակին տարբեր բաներ են պատմել դրա մասին, շատ բամբասանքների հասնող, բայց ես մի քանի տարի առաջ առիթ ունեցա կարդալու մի հրաշքիրք, խոսքը Իսահակյանի որդու Վիգենի հայրս հուշագրությունն է, որ երբ ես ավարտեցի այդ գիրքը փակեցի, ինձ խոստովանեցի, որ ես կարդացել եմ աշխարհի լավագույն գրքերից մեկը, եւ ժամանակին Թումանյանն էր, չէ, Նվար Թումանյանը տիվ դստեր հետ զրուցելիս ասում էր, որ նախանձում է Դոստոևսկուն, որովհետև նրա որդին կարողացել էր նրա զավակը կարողացել էր լավ գիրք գրել հոր մասին ուշագրական եւ Թումանյանի տենչանքն էր, որ իր դուստերն էլ մի լավ գիրք գրի իր մասին, որովհետև ինչքան էլ պատմեն կողքից եւ այլն, այնուամենայնիվ զավակը, որ անընդհատ Վիգենը կոնկրետ, որ ամեն վարքյան եղել է հոր կողքին այդ բոլոր շրջագայությունների, բոլոր թափառումների ընթացքում եւ տեսել ամենակարևորը հորը մենության պահերին, որը դրսի աչքին մի փոքր, թե ոչ ընդհանրապես անտեսանելի է, այստեղ իսկապես բացահայտում էր Իսահակյանի մարդկային նկարագիրը բոլորովին նոր կողմերով։ Իսահակյանի մեծությունը, հոգու մեծությունը, նրա բարությունը, նրա իսկապես հայրենասիրությունը։ Չնայած վայելած մեծ ժողովրդականությանը, զբաղեցրած դիրքին ու ստացած արտոնություններին, իշխանությունները այնուհանդերձ չէին դադարում ուշով հետևել Իսահակյանին, ինչը թերևս արտարորոշ երևույթ չէր խորհրդային հասարակարգում։ Այդ գործընթացը շարունակվեց ընդհուպ մինչև 1953 թվականը, երբ վրա հասավ բռնակալի մահը։ Իսահակյանը միշտ էլ ատելությամբ էր լցված Ստալինի հանդեպ, համարելով նրա անձը այն մեծագույն չարիքներից մեկը, որոնք մշտապես խաթարել են հայ ժողովրդի խաղաղ ու անարյուն ընթացքը պատմության մեջ։ Ստալինի մահվան լուրը երբ որ լսել են, ասում է վարպետը դուրս եկավ, կանգնել էր պատշգամբ ու նայել է դեպի արևելք ու մի տեսակ ոնց որ փառք տալով արևին ասուն, որ եւ ասեց, որ Գազանը մահացավ, Գազանից ազատվեցին։ Կյանքի վերջին տարիներին Իսահակյանը հազվադեպ էր գրում նոր ստեղծագործություններ եւ ավելի շատ զբաղված էր իր վաղ ու հասուն շրջանի գործերի վերամշակմամբ, խմբագրությամբ ու հրատարակությունով։ Փաստացիորեն հանդիսանալով հայ գրականության նահապետն ու նոր գրական սերնդի հոգեհայրը, Իսահակյանը փորձում էր նպաստել հույսեր տվող երիտասարդ գրողների կայացմանն ու այսպես կոչված գրական անդաստանի ավանդույթների անխախտ պահպանմանը։ Այդ նպատակով նա թումանյանական հին ու բարի վերնատան օրինակով իր տանը ստեղծել էր նման մի գրական ակումբ, որի հաճախորդները սակայն դարձան ոչ միայն գրողներ ու բանաստեղծներ, այլև Հայաստանի հոգևոր, հասարակական ու քաղաքական կյանքի սերուցքը ներկայացնող բազմաթիվ անվանի դեմքեր։ Ժամվեցից հետո սկսում էին հյուրերը գալ, անցնում էին մեծ հյուրասենյակ էր կոչվում էր, հյուրասենյակ, հյուրերի պատվին, եւ սկսվում է յուրահատուկ մի ակումբի արդեն գործունեություն, որը կարող էր հիշեցնի թե Թիֆլիսյան վերնատունը, թե ասենք Փարիզյան սրճարանների են, որ հավաքվում են հայ մտավորականները եւ վեճեր, հետաքրքիր զրույցներ արվեստի մասին, թե վենետիկյան երեկոները, ասենք, որ Ջրանսկի կողքը մարդիկ զբոսնում նստում դուրս էին գալիս այգում, զբոսնում էին եւ ովքեր էին գալիս։ Ազգի իսկապես որ մեծ էր, սկսած ասես Երջանք Հայշատակ մեր վեհապարներից Գևորգ Չորեչյանի ազգեն առաջինից մինչև այդպիսի տիտաններ այ մշակույթից Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, երբ լինում էր Երևանում մի փողոցում էին ապրում, շատ հաճախ էր հանդիպում Հակոբ Կոջոյանը, գրողներից Դերինիկ Դեմիկչյանը, Շիրազը
արդեն անունները տվեցի, դա Իսահակյանը Հանակով անվանում էր գրական այդ կոլխոզ էր անվանում, միակ կոլխոզնիկը ուրեմն որ տղամարդ չէր, Սիլվա Կապուտիկյանն էր եւ երկրի այն գաղափարախոսությունը, որ տարածված գնում էր, դրա կողքին Իսահակյանը առաջ էր կողմում իր ազգային գաղափարախոսությունը։ Եվ պատահական չէ Շմաոն Արուշյանը Մոսկվայում ուղարկած զեկույցներից մեկում ասում է, ինչ որ մենք անում ենք, այդ ծերուկի տանը մի գիշերվան չէ ջուրն է թափում, նա էլի իր ճանապարհով է տանում իր ասածով։ Ավետիք Իսահակյանի առանձնատունը, որը կառուցվել էր բանաստեղծի հավանությանն արժանացած նախագծով ու նրա ընտրած շինանյութով, վերածվել էր իսկական մի ուխտատեղի, ուր պարտք էին համարում այցելել բոլոր այն արտասահմանցի հյուրերը, ովքեր սեփական աչքերով ուզում էին տեսնել ու զրուցել 20-րդ դարի համաշխարհային պոեզիայի կենդանի լեգենդներից մեկի հետ։ Սակայն Իսահակյանի անձին հատուկ հյուրընկալության եւ համեստության շնորհիվ այստեղ մուտք ունեցան ոչ միայն Պաբլո Ներուդան, Ժորժ Ամադուն եւ համաշխարհային հռչակ ունեցող նման շատ ու շատ մարդիկ, այլև հարևան հասարակ կոշկակարը կամ էլ Բաքի մանուկների բազմությունը։ Մեր կողքի տանը բնակվում էր, հիմա չկա, մահացել է Հարություն Հայրիկ ապրում էր կոշկակար մասնագիտությամբ եւ այդ վերանորոգման տարիներին 88-89 թվականին գալիս էր թանգարան եւ անընդհատ զրույցի էր բռնվում ու պատմում էր վարպետի մասին, նշում էր, որ նա շատ լավ անձնավորություն էր, շատ բարի, առատաձեռն եւ զարմանալիորեն հասարակ պահվածքով, որ իրենց համար մտածում են, եթե գրող է, ճանաչված բանաստեղծ, ուրեմն ինչ որ նրան մոտենալը շատ դժվար պետք է լինի, բայց շատ մատչելի, շատ հասարակ մարդ էր եղել եւ այդպես էր ներկայացնում եւ հիշում էր այդ ժամանակվա արգելված է եղել տանը գործ անելը, որպես կոշկակար զբաղվել է եւ Հարություն Հայրիկը ասում էր, ես միշտ այդ պետական ծառայողներից աշխատանքը թաքցնելու համար թաքստոցը վարպետի տանն էր լինում, երբ որ գալիս էին ստուգելու, ես այդ ճամպրուկով գործիքները բերում էի, վարպետը պահում էր եւ բնականաբար ոչ մեկի մտքով չէր անցնի, որ վարպետի տանը ստուգեն։ Ասում էր ընկերներ, երբ ուզում ես տուն բեր, երեկոները հավաքում ենք, հա մենք առաջիններից մեկ ունեցանք հեռուստացույց եւ երեխեքը գալիս էին նստում վարպետի 4 կողմը շարքում, հանկարծ մի ֆիլմ ցույց տվեցին, ուրեմն հարավշտական ֆիլմը անունը Գաննա էր, այդ ֆիլմում համբուրվեցին հերոսները։ Իսահակյանը վեր կացավ, ոչինչ չասել, դուրս եկավ սենյակից, մի քիչ բարկացած ասեց, այս ստուփը մի օր երեխեքին կփչացնի։ Սովետս գնաց, իսկ մենք զմարված նայում էինք հանգարտ տեսնում ենք։ Կուզեի երգել անverջ, անverջ խորհել, անverջ երազել։ Կուզեի, ախ, հավերժ ապրել կուզեի։ Նախկյանքը իր մահից հետո շատ դատարկվեց, ուրիշ դեր եղավ, ես մեկ անգամ գրել եմ իր մահի արդիվ հուշերումս, որ ինչպես գունավոր ֆիլմից հետո սև ու սպիտակ ֆիլմ սկսվեց։ Եվ երկար ժամանակ ես մենակություն եմ զգացել։ Մենակություն, այդքան մարդեր չէր գալիս, տխրություն, շատ բան։ Հետո այս տունը որ թողեցինք, տեղափոխվեցինք բնակարան, էդ էլ էր դժվար։ Բայց նաև այդ պարտականությունը, որ ինքդ պետք է մարդ դառնաս, քիչ է լինել Իսահակյանի թոռ։ Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի կյանքն ընդհատվեց 1957 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում։ Նրա ուղարկավորությունը պետական մակարդակով կազմակերպված անարողությունից վերածվեց ժողովրդական ինքնաբուխ սգո միտինգի, որին եկել էին իրենց մասնակցությունը բերելու տասնյակ հազարավոր մարդիկ։ Մինչ այդ երբեք Երևանի փողոցները այդպես բազմամարդ չէին եղել, ինչպես Իսահակյանի թաղման օրը։ Ժողովուրդն այդպիսով իր մեծարանքի տուրքն էր մատուցում հայ գրականության ոսկե սերնդի վերջին հսկային։ Սակայն ըստ էության դա ոչ միայն սոսկ վարպետին մեծարելու արար էր, այլև վերածնվող ազգային գաղափարի շուրջ բռնցքվելու ինքնաբուխ կարիք ու պահանջ։ Ավետիք Իսահակյանն առավել քան մեկ ուրիշը հայ մեծերից կարողացավ ողանդակել իր ապրած կյանքում եւ գործերում այդ գաղափարը։ Ուստի հայ ժողովրդի շուրթերի վրա ու սրտում նրա անունը հավերժացավ իբրև հարազատ ազգի ու հայրենի եզերքի հանդեպ անմնացորդ սիրո խորհրդանիշ։ Ոչ մի հայ բանաստեղծ այդքան լավ չգիտեր Եվրոպան ու նրա գրականությունը, բայց ոչ մեկն այնքան հարազատ չմնաց իր Ալագյազին ու Շուշան յարին։ Այս է պատճառը, որ նրա բազմաթիվ ոտանավորները երգեր դարձան, ժողովրդական երգեր, ու այսօր էլ երգվում են սիրով։ Ավելի մեծ սեր, համբավ ու պատիվ ոչ մի բանաստեղծ չի կարող երազել։